երբ որ ընտրվեցիք վարչապետ, ես տաքսի վարորդ եմ։ Հիմա էլ։ Բա ավտոբուսի մեջ ինչ եք անում։ Մեր հետևից։ Այնտեղ լավ տեղ չէր գալիս, նալմյատերն կարողեցի, հիմա բերեցի լավ տեղ կայնացի, գալիս եք մեր խաղամաս, լավ էդի հարցը էդի չի։ Ես հիշում եմ, որ մի քանի անգամ դուք շեշտեցիք, որ այն որ լիցենզիաներ էր, որ տաքսիստները լիցենզիայի տուգան ոչինչ չեն մտցելու, ճիշտ է։ Տուգանքի մասին չի եղել խոսքը, եղել է, որ անհատ տաքսու վարորդների համար այդ արտոնագրային վճարը հանենք, որովհետև տրամաբանությունն էր, որ բոլորը կանխատեսում ենք, որ բոլորը մեկա էլեկտրոնայինով են սկսել ատել, որովհետև այդ ըստ էության հազար ներողություն բիզնեսի մեռնող տեսակ է։ Եվ մարդկանց թողենք հանգիստ, որովհետև ամբողջը տեղափոխվելու է էլեկտրոնային հարթակ։ Էդ է եղել տրամաբանություն, այսինքն կարանք հանենք տվի մասին։ Այո։ Ինչն էր հանվում։ Արտոնագրային վճարը հանվեց։ Էդի որն է։ Որ պետք է այդ փողը տայր, որ տաքսի քշեի։ Լիցենզիա։ Արտոնագրային վճար կար, որը Ես գիտեմ, որ դուք արտահայտվեցիք, ասեք լիցենզիայի հետ տուգանք ոչ մի բան չեն։ Տուգանքն էլ մի անգամ ներել ենք ամբողջությամբ։ Տաքսիստները չեն մենակ, ընդհանրապես այդ կուտակված բաները։ Ինչն է խնդիրը։ Ետ Կարան հեսա հենց հիմա զանգեմ, այդ 18 թվին 18 թվին, բռնի պլաշան կատարան, 63,000 դրամ փոխվեցի։ Եկեք սենց անենք, հիմա ձեր տվյալները ֆիքսենք, մի հատ հանենք արխիվից տենանք ինչի են տարել։ Օր ամիս ամսաթիվ այդ լիցենզիայի համար։ Եկեք հանենք, կպարզենք, կպարզաբանենք։